Տիկին Կարապետյան, այս քաղաքական տարբեր դրվագները ձեզ եւս չեն շրջանցել, տեղյակ ենք, որ նաեւ ձեր հանդեպ էր քաղաքական հետապնդում մի փուլում, չեմ ուզում հիմա այս փուլին անդրադառնանք, ամեն դեպքում տեսնում եմ, որ դուք բարբերաբար անդրադառնում եք երկրում կատարվողին, ինչու 7 տարուց ավել ոչինչ չի փոխվում այդպես էլ։ Այո, ցավոք սրտի շուրջ ոչ թե 7 տարի գտնվում ենք այս վիճակում եւ գնալով վիճակը ավելի է սրվում։ Մենք հասել ենք Կարմիր գծին եկեղեցուն, այսօր թիրախորված է հայ առաքելական եկեղեցին, իդեմս կաթողիկոսի, իդեմս սրբազանների, որոնք այժմ կալանքի տակ են, եւ բանը հասավ նրան, որ դիվանապետը մեր սրբազան հորը երեք ձերբակալեցին։ Հաջորդ քայլը բնականաբար լինելու է կաթողիկոսի կալանավորումը, չեմ բացառում, եւ հայ ժողովուրդը, հավատացյալ ժողովուրդը պետք է միահամուռ կանգնի եկեղեցու կողքին, որովհետեւ եթե մենք կորցնենք եկեղեցին եւ եկեղեցին ընկնի, մենք կորցնելու ենք Հայաստանը, այսինքն սա Նիկոլի թուրքական ծրագրի վերջին ակորդներն են եւ եթե մենք չկարողացանք մեր մարտավարությունը փոխել, ապա մենք ունենալու ենք այն արդյունքները եւ կրկին անգամ ընկնելու ենք, այս անգամ էլ ընկնելու է եկեղեցին եւ եկեղեցու հետ միասին ընկնելու է նաեւ Հայաստանը։ Իսկ այդ մարտավարությունը ինչպես պետք է փոխել։ Նախ մենք անընդհատ խոսում ենք միասնականությունից, ցավոք այդ միասնականությունը փաստացի մենք չենք տեսնում։ Այստեղ մենք կոնկրետ բոլոր ընդդիմախոսները եւ ընդդիմության ներկայացուցիչները պետք է միասին իրար հետ խոսելու կուլտուրա սովորեն եւ կարողանան ճիշտ մարտավարություն ընտրեն, որովհետեւ պահը իրապես օրհասական է։ Եկեղեցու ընկնելը, կաթողիկոսի կալանավորումը լինելու է Հայաստանի վերջնագիրը եւ Նիկոլ Փաշինյանը վերջապես հասնել իր նպատակին, կատարելու է փայլուն կերպով Ալիևի ցանկությունը, Հայաստանը Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկությունը, որի մասին արդեն քանի ամիս առաջ հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի թեզը շրջանառության մեջ է մտցրել Ալիևը, որից հետո Փաշազադեն ցանկություն հայտնեց Ադրբեջանի հոգևոր կենտրոնը տեղափոխել Էջմիածին, դրան զուգորդեց նաև Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ թիրախավորումը դեպի եկեղեցին եւ այս ամենը խաթարելու է հայ ժողովրդի ամբողջական եւ խաթարում է արդեն իսկ հայ ժողովրդի հավատքի այդ ամբողջականությունը, որի հետևանքները լինելու են անդառնալի եւ ցավոք սրտի եթե ընդդիմությունը չսթափվեց եւ մարտավարությունը չփոխեց եւ շարունակական ոնց 8 տարի է իրագործողությունները կատարը շարունակի նման կերպով, մենք կկորցնենք նաև Հայաստանը։ Միգուցե սա միֆ է, բայց ժամանակին էլ, երբ որ ասում են կորցնելու ենք Արցախը, շատերը ասում էին, որ Արցախը կորցնելն էլ է միֆ։ Այսօր մենք հասկանում ենք, որ ոչ, սա իրականություն է։ Ոչ մի կերպ պետքա չթողնենք, որպեսզի Նիկոլի ոտնահետքերով ավարտվի հայոց պատմությունը եւ կործանվի հայոց պետականությունը։ Այսքանը։